խիզախ քայլ է։ Խիզախ քայլը անվանում ֆինանսների նախարարն այն, որ ամանորին ընթരാճ 7-ից 8 միլիոն, որոշ դեպքերում մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար են ստացել նախարարները, այդ թվում ինքը։ Եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր օրինակ կանխիկ ինչ-որ մեկը գար չոր մարդկանց փողը բաժաներ և դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկ էլ պարգևավճար չստանար և դա շահարկման թեմա չդառնար, հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ լինի։ Այսուհետ ոչ թե Փաշինյանի ասած քաղաքական շեյմինգի ամոթանքի արժանի քայլ, այլ մի առանձնահատուկ խիզախություն է բյուջեից 3 միլիարդի պարգևավճարային ֆոնդ հանելը կառավարական կաբինետի համար։ 160,000 աղքատ, 4400 ծայրահեղ աղքատ ընտանիք ունեցող երկրում։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա չզայրանա սրանից։ Վահե Հովհաննիսյանն ուզում է, որ օր ու գիշեր իրենց ամոթանք տվող քաղաքացիները հպարտանան իրենց խիզախության աստիճանով։ Բայց եթե անգամ այդպես չլինի, ինքն ու իր թիմը պատրաստ են անցնել այս քաղաքական գողգոթան։ Զրկանքներ կրել միլիոնների մեջ հանուն կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման։ Այդ ավել հարկերը վճարվում են և այդ հարկերի մի մասը կարելի է ասել, այո, պետք է վճարվի որպես աշխատավարձ և կարծում եմ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված և ստրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու այս մեր հանձնառությանը։ Հատկապես ինչ աշխատանք է կատարելության հասցնում, օրինակ Վահե Հովհաննիսյանը, եթե նրա նախարար աշխատելուց հետո 3 տարում միայն պետական պարտքը աճել է գրեթե 4 միլիարդով։ 2022-ի վերջին նրա նշանակվելու պահին 16 միլիարդ է եղել, 2025-ի վերջին արդեն հասել է 14,5 միլիարդի։ Վահե Հովհաննիսյանի համար մի քանի միլիարդ այս կողմ այն կողմ ալիք չի փոխում։ Պարտքը աճում է և ինչ-որ մի միլիարդից դառել է մի հատ ուրիշ միլիարդ, բայց մենք 1000 անգամ խոսել ենք դրա մասին, որ այդ հիմա պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով ունեն։ Մեր երկրում, որտեղ 81,000 դրամանոց նվազագույն սպառողական զամբյուղի կեսն է հազիվ ծածկում նվազագույն թոշակը, ամեն երեխա լույս աշխարհ է գալիս արդեն 1,5 միլիոն դրամից մի փոքր էլ ավելի պարտքը ուսերին։ Էդգար Ղուշյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։